Սահմանադրական նորմ է, որ պետությունը անջատ է եկեղեցուց, բայց այստեղ հիմնական հարցը այն է, որ ներկայիս պետությունը չի ներկայացնում հայ ժողովրդին եւ հայկական ազգային շահը ու հակոտնյա է հայկական շահին, մինչդեռ կաթողիկոսը ներկայացնում է հայկական քաղաքական ինքնությունը ու ամբողջ հայ առաքելական եկեղեցին։ Այսինքն մինչև այդ սահմանադրական նորմին անդրադառնալը կարծում կարևոր է այդ հարցը։ Այդ սահմանադրական նորմը իմաստ ունի այդ մասին խոսել այն ժամանակ, երբ որ պետությունը ինքը հայկական է, բայց հիմա մենք ցավոք սրտի ապրում ենք օկուպացված հայրենիքում, թշնամու կողմից օկուպացված։ Ինչ եք կարծում, դատարանը ինչ որոշում կկայացնի։ Անկեղծ ասած, ես չեմ կարծում, որ գործողությունները մեր պետք է պայմանավորված լինեն դրանով։ Կարող ենք սպասել ցանկացած որոշում, ընդհանրապես նիկոլական իշխանություններից ամեն ինչ սպասելի է, եւ առհասարակ քաղաքացիական պայքարի հենց տրամաբանությունը պետք է լինի նրանում, որ ոչ թե լինի հակազդող ու սպասի իշխանության այս կամ այն գործողությանը կամ հաշվարկի թե այ որ դեպքում ինչ կանի։ Այլ քաղաքացիական պայքարը ինքը պետք է թելադրի օրակարգ, այդ դեպքում է միայն հնարավոր հաջողություն։ Այդ առումով կարծում եմ անիմաստ է մտածել կամ անիմաստ է գործողությունները պայմանավորել հավանական այս կամ այն ելքով։ Շատերը ասում են, որ սա քաղաքական վրեժխնդրություն է։ Իհարկե, ակնհայտ է, այդտեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Իհարկե, քաղաքական վրեժխնդրություն է։ Մտածեք, որ այն քայլեր, այն պլաններ ունեք, հա, կապված անկախ ինչ որոշում կայացնի։ Նայեք, կոնկրետ պլաններ այդպիսին անձամբ ես չունեմ պլանավորած քայլեր, ես ունեմ սկզբունքներ, որոնց որ փորձում եմ առաջնորդվել։ Այդ սկզբունքներից հետևում էր, որ այսօր պետք է լինել վեհապարի կողքին, ոչ միայն այսօր, միշտ, որովհետև այս պայմանությամբ միակ կանգուն մնացած հայկական ինստիտուտը հայ առաքելական եկեղեցին է եւ վեհապարը նրա ղեկավարը։ Այդ առումով ցանկացած հայկական քաղաքական ինքնություն կրող անհատ կարծում եմ հետևությունն ինքը կարող է անել, որ պետք է լինի վեհապարի կողքին։